տատիկի հետ մենք այստեղ հարևաններ ենք եղել, իրար հավանել ենք ու իրար սիրել ենք, ամուսնացել։ Սիրեցինք, ամուսնացանք, այսօր էլ սիրելով ապրում ենք։ Ձեր ժամանակ սիրել կար։ Մեր ժամանակ կար, ցավը տանեմ, հիմա չկա։ Հիմա նյութապաշտներ են դարել։ Ման են գալի, որ հարուստ աղջիկ գտնեն, հարուստ տղա գտնեն, նպաստավոր կյանքով ապրեն, իրանք չչարչարվեն, պապու տատից ժառանգությունը լի մնացած օգտվեն, ծնողի հարստությունը, բան ադես, շատ չի կարել ասել, որ հիմա ինչ-որ լավ ժամանակների հետ լավ բան կա։ Իմ ծնողները ոչինչ չեն ուզում, այս տունը ես ամուսնացել ենք ու հիմքը դրել ենք, վարորդ էի աշխատում, ու այս տունը համ կառուցել ենք, համ երկու երեխա ենք ունեցել, ծնողներս են եղել, հայրս շուտ մահացավ, շատ լավ մարդ էր, ողորմիր իր բնավորությամբ մեր ազգի լավ տղերանց էր, փառք Աստծո, ամեն ինչ էլ մինչև հիմա ունեցել ենք, ստեղծել ենք, մեր երեխաներն ասել են, փող ենք ասել եմ, ուղարկել են, ասել եմ չուղարկեք, դուք ձեր ընտանիքը պահեք, մենք ապահոված ենք, մենք ըստ պահանջի չենք ապրում, բայց բավարարված ապրում ենք։ Տատը այս ծաղիկների բանի գործով զբաղվում, այս տնտեսությունն էլ մեծ տնտեսություն է։ Ավելի շատ ծաղիկներ եք աճեցնում։ Բանջարեղեն, պոմիդոր, վարունգ ունեցել ենք, քիչով մեզ հերիքացնող, հետո կանանչեղենը մեզանից եղել լրիվ։ Չոքել ամեն ինչից քիչ մի մարկ ստեղծում է տատը, որ կարենանք ապրենք։ Պարտադիր չի, օրինակ ըստ պահանջի մարդը ապրի, մարդը պետք է ճշտով ապրի, պարտադիր չի շատ փող ունենա, քչով էլ մարդը կարա լավ ապրի, եթե ճիշտ օգտագործի բյուջեն մի տեղը լի, ոչ թե կարապի ու խեցգետինի, մարդը դեպի իր կողմը քաշի, կինը դեպի իր կողմը քաշի, եթե բյուջեն մի տեղը ու ծախսողն էլ հաշվարկով է ծախսում, որ չշռայլվի, նորմալն է ապրվում է։ Առաջ էլ ելել, բայց հիմա ունեմ որն էլ գնում նիսի անում խանութում։ Խանութ պաների հետ խոսում ես, ասում գիտեմ, որ գրպանում, որ նեղում ես, ասում ես չեմ տալի, մեկ էլ դեմ ես 20-անոց, ասում չէի ուզում խորդեմ 20-անոցը։ Խելքի աշեցեք, այն մարդը գնում է որտեղից ապրանք է բերում, որ վաճառի, որ իր ուգոտն ունի, ուզում է նիսյով տա, որ քեզ նիսյով տա, ինչ տա, նրան, բայց մարդը վաղը ինչով գնա նորից ապրանք բերի։ Մի հին պապ ունենք խանութ բաներ, Մարտոներ անունը, մեծ ցուցակ, օբշի տետրակ, որ մտերում ենք արտահայտվում էր, ասում էր նիսյա է, այդ նիսյանը ով գիտես, ասել Վալոդյա գալիս, ասում է, այն թանկ կոնֆետից դուր, թանկ պապիրոս դուր, թանկ օղին դուր, հա, հետո, որ հաշվում, ասում է, տետրակը մը գրի, գոնի ասում է, ապրելու հաց չուզում, որ ասի հացի փող չունեմ, բան արել, շաքարավազի փող չունեմ, ամենը թանկ բաները վերցնում ամիսներով չի տալի, ասավ, ես տետրակ նման տետրակ մի հատ գցել եմ։ Գյուղում անասուն պահես, որ խոթարքներ պետք է գա, չէ, անասուն պահողներն էլ են շատ քիչ ածել, քաղաքի տեմպեր բանով է, ձևով են ապրում, հաղպատեցինք, բայց այդ պարենային միջոցները ով պետք է արտադրի, մի շատ մարդիկ կան, հավ էլ չեն պահում, հավը ամենահեշտ պահվող, մենք այս կարգավիճակով հավ ենք պահում, հարևաններից գալիս են մեզանի ձու են հուզում, մի մասը լավություն ենք անում, մի մասն էլ վաճառում ենք էժան գնով, մարդկա սեզոնի հետ փոխում է, 60-ից դարձնում է 80, 90, 100, մենք ունեցած մեր ձվի քանակին, եթե ավելցուկ ենք ունում, 60 դրամով, ուզում է ձմեռալի, ուզում է ամառալի, տալիս ենք մեր հարևաններին, գոհ են լինում, հարցը ինչումն է իմ խոսքը, որ գյուղում շատ մարդ, ջահել ընտանիքներ են, հավել չեն պահում, որ երեխատեր են, կանանչի չեն ցանում իրանց դռանը, կանանչեղեն չեն ցանում, վազում են կրպակ կա, բանջարեղենի, այդ տղեն
Համար օրը մեջ բերում ա մի ավտո, բանով, գազելով, հազև ա հասցնում։ Գյուղի մարդը պետք է մի քիչ արտադրող լինի։ Եթե նա լրիվ դարձավ քաղաքացի, շատ վատ ա, որ գյուղացին էլ խանութ վազի, սխալ է։ Հենց բալկոնում նստի, այս ամբողջ դեկորացիան մի հատ այդ աշխարհը տեսնում ես, այգի տեսնում ես, այս իջնում ես, այդ ծաղիկների միջով գնում ես, այնց բուրմունք ա տալի վարդի, դա մեծություն ա, առավելություն ա դա, որտեղ գնում ես քու այգուց մի պտուղ ես պոկում ուտում, սեզոնային, հետո կամ մի վարունգ ես պոկում, դրանք շատ առավելություններ են։ Չէ, դե գիտես, քաղաքում ապրելը կուլտուրա է, ցավդ տանեմ։ Գյուղում ապրելը, թեկուզ այդ վարդել մշակում ես, դա աշխատանք է, չարչարանք է։ Հիմա տատը այդ կարգավիճակի, բայց կարող է կանաչի չցանի, բայց վարդերին այս ծաղիկները պետք է ցանի, խնամի դրանց։ Մենք շատ ենք սիրում ծաղիկները։ Հիմա ես ոչինչ չեմ տեսնում, բայց զգում եմ, որ ծաղկանոց, գնում եմ արանքով, գնում եմ այն մի արանքով, վարդերի բուրմունքը տալիս է, ձեռով շոշափում եմ։ Դա քաղցրություն է կյանքում։ Նենց չի, որ միայն բազմա բնակարան շենքում ապրում ես, դուրս գաս փողոցում, դա էլ իր առավելությունները, իր քաղցրությունն ունի, բան չունեմ ասելու։ Բայց ամեն մարդ որտեղ որ ծնվում է կամ ընտելանում ապրելու, այն էլ իր լավ է։ Մեր գյուղից մի շատ կան, այս սահմանամերձ գյուղերից ժողովուրդը շատ գնում է, դատարկվել են շատ տեղեր։ Հետո բարձրադիր գոտիներում գյուղեր կան, մեր Ծաղկաշատում, մեզ վերևի Ծաղկաշատ գյուղն է, 9 կիլոմետր է միջև այնտեղ։ Դպրոցը 5 երեխա կա ինչ, վաղը մյուսը հետ էլ չի լինելու, փակվելու է։ Հաղպատից շատ չեն գնում։ Օրինակ այս վերջերս Հաղպատից մի 3 ընտանիք, 3-4 ընտանիք Երևան են գնացել։ Ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են, չնայած Վարշավայում են ապրում, բայց էլի դա մեծ առավելություն է։ Մեկի աշխատավարձը կարող են վարձ տալ, մեկի երկուսին էլ ըստ պահանջի չէ, բայց բավարարված ապրեն։ Մեր ծնողների ժամանակներում ամենակիչը 5 երեխա եղել է, 5 երեխա, 6 երեխա, մինչև 9-10, նույնիսկ հագնելու շորը շատ խնդիր է եղել, հացը մեծ խնդիր է եղել, հաց ստեղծելը։ Հիմա հացը ցորեն այսօր ես 100 դրամով 300 կիլո ցորեն եմ առել, ընտիր ցորեն, որ հավերին տամ, հավերին պահեմ։ Հաշիվ հասկանում եք ինչա։ 90-ականներին ինչքան լուրջ էր հացի խնդիրը, իսկ ես որ երեխա եմ ելել, իմ երեխա վաղտը հիշում եմ, որ այս լորվա ժողովուրդը գնում էին Բոշչալու ենք ասում, Մարնեուլի շրջանը Բոշչալու ենք ասում, այնտեղ ինչ վիճակով եգիպտացորեն են բերում, որ ալուրանն են, էդ էլ գնում էին այնտեղ թուրքերից առնում են, մինչև գալիս են կայարանը, ճանապարհին խլում էին, կամ Վրաստանի միլիցքերն են խլում, կամ խոլիգանները։ Այնքան վատ պայմաններում, բայց մեր ծնողները 5-ից պակաս չի ելի, 5-ից մինչև 10 երեխա ունեցել են։ Այսօր ունևորը, որ ապահովված է, մի երեխա, 2 երեխա, չբերությունն էլ այնքան է տարածվել, վաբշե պետք է բարձր ապահովվածությամբ միջոցներ ստեղծեն մարդու կենցաղում։ Տուն չունի, տուն կառուցեն, քարից չեն կարում, փայտից սարքեն, որ կարճ ժամանակում հարմարավետ։ Այսօրվա պայմանները մեզ գիտության դարում մի օրում մի 3 սենականոց բանկարան շինեն, փայտե տուն հավաքեն, ու մարդուն ասեն դու ապրի, քեզ էլ հող ենք հատկացնում, մշակի, ես էլ քեզ մի հատ կով ենք տալի նվիրում, մի հատ էլ մեղու ենք տալի, մի մեղուն պահի, կովը կթի ու շատացրու, հողովոտը զբաղվի, միջև կամ մի ուրիշ արտադրություն ստեղծեն գյուղի պայմաններում։ Կան ամեն ձևի բան էլ կա անելու։
Ժողովրդի բնավորությունը շատ է փոխվել։ Ժողովուրդը նախանձությամբ է ապրում, չկամությամբ է ապրում, մեկի լավը չեն ցանկանում։ Այս հիմա այս փակ վարոտա, չէ՞, այստեղից այդ չիմ ես եմ ստեղծել էլի բանով, ստեղից բացում եմ դուռը, չեմ գնում ընդեղ։ Առաջ նենց միջադեպեր էր լում, բան դեսնեն, մի այդքան չխորանանք։ Ստիպված ես այս քանի տարի այդ փականը դրել եմ էլեկտրական։ Ստյան բացում եմ, փակում զանգը տալիս են, բացում եմ։ Որ գիտենեմ ով է գալի կամ ինչ անում, առանձին տուն չմտնեն։ Նենց առանձնապես ես ոսկի չեմ ունեցել, որ իմ ոսկին գողանան, բայց մեծ տնտեսություն ամեն ինչ էլ ունե։ Գիտես ինչ, եթե հարևանդ գա, դու տանը զրույց ես անում գաստի, պետքա տուն մտնի, անկանգնանից թե ով է հետը զրույց անում, ինչ է զրույց անում։ Բայց երբ որ գալիս է կանգնում լսում, թե ինչ են ասում, որ գնա տարածի, բամբասանքանի։ Ստիպված այդ փականը դրենք, մի քանի անգամ այդ բաները տեսնելով, ստիպված այս էլեկտրական փականը դրի, որ փակ լինի, երբ գալիս է մարդը զանգա տալիս, բացեմ դուռը ներս գա։ Շատ մարդուն դուր չեկավ։ Քաղաքացի մարդիկ այն ասում եմ, դու կվարտիրում ես ապրում, հա։ Դու քո դուռդ փակած ես պահում, հա։ Զանգ ունես, թե հա։ Որ գալիս են զանգը տալի, դու չես գնում դուռը բացում, թե հա։ Բա իմ զանգի համար, իմ փականի համար են չես նեղվում։ Միակ տունն է, որ փական կա գյուղում։ Սա առաջինը ես եմ շինել, բայց փականով չկա, բայց զանգով կա։ Այս ներքևի հարևանս էլ է զանգ շինել, առանց փականի։ Ես ուզում եմ, որ մարդիկ մաքուր սրտով ապրեն, հարևանին սիրեն, բարեկամին սիրեն, այդ առաջվա հարգանք բանը քիչացել է շատ։ Հիմա պարփակված են մարդիկ ապրում։ Ինչի համար այս փական մական այս փակ վարոտները, այս ցանկապատերը, առաջ նման բան չկար։ Մինչև 80-ական թվականները համարյա փայտի ցանկապատել չկար։ Այն մեզ մոտ ցակի փուշ ենք ասում, փշոտ բան էլի, թփեր են, մի 2 մետրանոց տենց։ Գնում ենք բերում, երեխա ժամանակ շալակով բերում ենք, չափար ենք անում։ Ու մարդիկ չափարի վրով էին, այնքան շատը չեր կանում ամեն տարի նման բանանի, փլված էր լինում, քանդված էր լինում այդ ցանկապատերը։ Իրար դուռը մեկ-մեկու գյուղի են ծայրը գնալու, մեկ-մեկու դռնով են գնում։ Հիմա լավ է այս կուլտուրան, որ այս ձևը մտել է կենցաղի մեջ, վատ չի, լավ է, բայց հարցը նրանում է, որ այսօր մարդիկ պարփակված են ապրում, էլ հարևանի դուռը չեն գնում։ Առաջ գեին մենք ես ու Ալվարդը որ ամոստացան երեխա տեր, մերս էլ կար, այս մեծ մարդիկ կային, իրիգունները գալիս են մեր տուն, զրույց են անում բան, թե ենք հյուրասիրում կամ չենք հյուրասիրում կամ նայած ինչ ոնց էր, ինչ էր, վերջը մտերմությունը կար էլի, մեկ-մեկու։ Հիմա չկա, հիմա բոլորը ցանկապատով այս տոֆի բանը ցանկապատները հարած, հա, որ լավ կլեր, եթե հետել օրենքում էր, որ միայն ցանցապատել էր, ոչ թե ցանկապատ։ Մարդիկ արդեն ոչ թե հաց ստեղծելու համար են ապրում, այլ կուլտուրական, բարեկեցիկ կյանքով ապրելու համար են պայքարում, որ փակ ցանկապատ լինի, փակ դարպաս լինի, ես ինչ գիտեմ, դու էլ քո տանը ամեն ինչ ունենաս, հարևանի տուն չգնաս։ Հիմա լավ է, այսօր եթե մի մարդու մի բան է պետք, խանութ է գնում, էլ հարևանի տուն չի գնում։ Առաջ հարևանի տուն գեին շաքարավազա, կոֆեա, աղա, բնա, վերջը, ամեն ինչ էլ հարևանության մեջ պետք է ալնում։ Հիմա մարդիկ էտել է այսօրվա ժամանակը թելադրում, որ կուլտուրական կյանքով ապրեն, այդ մի տեսակետից ես համամիտ եմ, որ մարդը պետք է ինքը աշխատի, ինքը ստեղծի, ոչ թե, բայց որ նախանձուտ ասում հարևանս ունի, հարևանի ունենալու նկատմամբ մարդը պետք է բարենախանձ լինի, ասի հարևանս ունի, ես էլ ցանեմ, ունենամ, ոչ թե ասի նա այդ ոնց ուներ, այդ ոնց արել,
ինչու արել, վերջը դրանք բաներ են, որ եւ այսօր էլի լավ էլ կա, վատ էլ կա, ոնց որ հին ժամանակներ եմ եղել։ Պապան մահացավ։ Շնորհակալություն երեխաներ։ Մենք ձեզ չենք մոռանա։